ԱՄՆ հայոց-կաթոլիկոս Գարեգին II Վատիկան կատարած պաշտոնական այցի ընթացքում հանդիպումներ է ունեցել մի շարք կառույցների պատասխանատու կարդինալների հետ։ Տեղեկությունը հայտնում է Մայրաթորի տեղեկատվական համակարգը։ Վեհափար հայրապետը և Վատիկանի պետքարտուղար կարդինալ Պիետրո Պարոլինին հանդիպման ընթացքում անդրադարձել են նաև աշխարհի տարբեր կողմերում ծավալվող հակամարտություններին, ինչպես նաև մեր տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին։ Կայուն և երկարատև խաղաղության վերականգնման համար կարևորվել են ինչպես նաև միջազգային հանրության, այդ թվում նաև քույր եկեղեցիների կողմից ներդրվող ջանքերը։ Եվրոպայի հնգակի չեմպիոն Սարգիս Ստեփանյանը կրկին նվաճել է պարաբասկամարտի աշխարհի չեմպիոնի կոչումը։ Նա այդ մասին հայտնել է Facebook-յան էջում։ Մինչև 80 կիլոգրամ քաշային կարգում դարձ աշխարհի չեմպիոն։ Սա արդեն իմ 4-րդ չեմպիոնական տիտղոսն է, գրել է նա։ Պարաբասկամարտի աշխարհի 27-րդ առաջնությունը անցկացվում է սեպտեմբերի 10-ից 23-ը Բուլղարիայի Ալբենա քաղաքում։ Ադրբեջանական տեխնիկայի կամ զինամթերքի հերթական խմբականակն է ստացվել, այդ մասին են վկայում Սիգվեի ավիաընկերության թռիչքներն ու նախկինում կնքված ռազմական պայմանագրերը։ Ուշագրավ են հատկապես IL-76TD-90 ՎԴ ինքնաթիռի վերջին թռիչքները։ Հայտնի է, որ Իսրայելը Ադրբեջանի զենք մատակարարող հիմնական երկրներից է։ Օրերս Սիգվեի Բեռնատար օդանավը Բաքվից ուղևորվել է Թել Ավիվ, բայց վերջին ամիսներին ավիաընկերության ինքնաթիռները հատկապես ակտիվ մեկնում են Էյլատ։ Միաժամանակ տեղեկություններ կային, որ հաշվի առնելով Գազայում ցախալի ռազմական գործողությունները, Բաքուն վարվել է հետևյալ կերպ. մատակարարված զենքի մի մասը ժամանակավորապես հետ է ուղարկել Իսրայել։ Երևանի ավտոբուս ՓԲ խոսնակ Գեղամ Ասատրյանը սոցցանցի իր էջում գրել է, որ Կոմիտասի պողոտայում թիվ 97 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտի վարորդի ինքնազգացողությունը պատացել է։ Տեղում հավաքված քաղաքացիների և ուղևորների արագ արձագանքի շնորհիվ վարորդը տեղափոխվել է մայրաքաղաքի բժշկական կենտրոններից մեկը և այս պահին գտնվում է հետազոտության փուլում։ Ըստ անհրաժեշտության կտրվի լրացուցիչ տեղեկատվություն, ասված է հաղորդագրում։